Սիրելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, մենք մեր նախընտրական քարոզարշավը սկսում ենք Գոշավանքից։ Եվ այս օրը պատահական ընտրված չէ։ Այստեղ է ապրել ու ստեղծագործել Մխիթար Գոշը, ով դարեր առաջ խոսում էր արդարության ու իրավունքի, օրենքի ու արժանապատվության մասին, եւ սրա կարիքն ունենք մենք հենց այսօր։ 1184 թվականին այստեղ Գոշավանքում Մխիթար Գոշը գրեց հայկական առաջին օրենքների ժողովածուն, դատաստանագիրքը։ Դա ոչ թե թագավորական հրաման էր, ոչ թե իշխանության կարգադրություն, այլ գիրք, որով հարևանները կարող էին կողք կողքի ապրել, իսկ դատավորները դատել։ 8 դար առաջ։ Եվ նա արեց այն ժամանակ, երբ հայերը սեփական պետություն չունեին, կար ժողովուրդ եւ կար իրավաբանի գործ, խնդրի ախտորոշման ազնվություն, այդ խնդիրը լուծելու պրոֆեսիոնալիզմ ու կարողություն։ Սրանք իսկական մասնագետի հիմքերն են, անկախ նրանից, թե ինչով է զբաղվում նա, սանտեխնիկից մինչև բժիշկ, գյուղատնտեսից մինչև փաստաբան։ Լավ ինժեները երբեք տուն չի կառուցի ավազի վրա, լավ գյուղատնտեսը խաղող չի տնկի այնտեղ, որտեղ խաղող չի աճի, նույնիսկ եթե նրան այդ մասին խնդրեն։ Զարմանալի է, բայց միակ գործը, որի վրա սա կարծես չի տարածվում, քաղաքականությունն է։ Ես ու մեր թիմը քաղաքականությամբ սկսեցինք զբաղվել, ներկայացեցինք հայտ, որպեսզի փոխենք սա։ Հայաստանը հոգնել է հույսերից, գայթակղություններից, խաբեություններից, չիրականացած սպասումներից։ Այսօր մենք տեսնում ենք մի մարդու, ով ասում է, թե երկրին խաղաղություն է բերել։ Այդ խաղաղության ճակերտներում, պայմաններում Ալիևը հերոստացույցից նրա վրա մատ է թափ տալիս, ինչպես վախից անկյունում կուչ եկած փոքրիկ երեխայի վրա։ Իսկ նա նվաստացած շնորհակալություն է հայտնում եւ խնդրում իրեն ընդունել Բաքվում։ Տեսնում ենք նախկիններին, որոնք ասում են, թե իրենց օրոք ավելի լավ էր։ Բա եթե լավ էր, ինչու է հիմա այդքան վատ։ Ինչու էր ի վերջո ժողովուրդը 2018 թվականին դուրս եկել փողոց ու հետո պետք է չարաչար խաբվեր։ Տեսնում ենք մեծահարուստների, որոնք խոստանում են հաղթել աղքատությանը եւ վերադարձնել հարգանքը, միայն այն հիմքով, որ իրենք միլիարդներ ունեն, իսկ մնացածը ոչ։ Բոլորն ունեն փող, որ առաջ գնան։ Մենք մարդիկ ենք, որոնք հիպոթեք են վճարում ու գիտեն, որ Հայաստանից բացի այլ երկիր չունեն, ու մենք միայն ճշմարտություն, մեկ ճշմարտությունն ունենք։ Մենք գիտենք ինչպես լուծել խնդիրը։ Այդ պատճառով ես խոստումներ չեմ տալու։ Ես կասեմ, թե ինչպես ենք անելու դա։ Մեր ծրագիրը մեծածավալ է։ Այստեղ Գոշավանքում ես կկենտրոնանամ երկու կարևոր կետի վրա, որոնք այս վայրում պատահական չեն։ Իրավունքի եւ իրար հետ կապված լինելու վրա։ Սկզբունք, որ պետք է դրվի որոշումների հիմքում։ Եվ ոչ թե կամ, եւ մարդու իրավունքներ, եւ զորեղ պետություն, եւ Երևան, եւ մարզեր, եւ ավանդույթ, եւ զարգացում։ Հայաստանը չափազանց երկար ժամանակ ստիպված է եղել ընտրել միայն մեկը։ Մենք վերացնելու ենք եւ վերցնելու ենք երկուսը միասին։ Գոշն իր ժողովածուն գրեց ոչ թե գրադարանի, այլ կյանքի համար։ Այսօր Հայաստանում իբր թղթի վրա կա օրենք, բայց կյանքում այն իրականում չկա։ Իրական անկախ դատարան հաճախ չկա էլ։ Կա հրաման, կա զանգ, կա լոյալություն։ Շատերը կորցրել են վստահությունը պետության, արդարության, նույնիսկ վաղվա օրվա նկատմամբ։ Մենք ուզում ենք փոխել դա։ Մենք ասում ենք արդարությունը միայն դատարանների գործը չէ։ Դա նաև մեր վերաբերմունքն է իրար նկատմամբ, մեր պատասխանատվությունը, մեր խիղճը։ Եթե անարդարության առաջ լռում ենք, ավելի այն մեծանում։ Արդարությունը մեր ընտրությունն է ամեն օր։ Եթե պահանջում ենք արդարություն միայն մեզ համար, այն երբեք չի լինելու բոլորինը։ Մենք հավատում ենք, որ օրենքը պետք է նույնը լինի բոլորի համար։ Մխիթար Գոշը զգուշացնում էր. ամենամեծ անարդարությունը սկսում է այնտեղ, որտեղ օրենքը դադարում է հավասար լինել բոլորի համար։ Երբ մեկը կանգնում է օրենքից վեր, նույն պահին փլուզվում է արդարությունը։ Իսկ երբ փլուզվում է արդարությունը, փլուզվում է վստահությունը, փլուզվում է պետությունը։ Պատահական չէ, որ մեր ընտրած կարգախոսն է արդարությունը գալիս է, որովհետև այնտեղ, որտեղ կա արդարություն, կա նաև ապագա։ Արդարությունը կյանքում գործող իրավունքն է, պաշտպանված իրավունք։ Սա հենց իրավաբանի աշխատանքն է։ Եվ ես ինձ համար ասում եմ, ես ինքս գիտեմ ինչպես դա անել։ Հայաստանը չափազանց փոքր է, որպեսզի իրեն թույլ տա չգործող սեփականություն, ավերակներ, չօգտագործվող հողեր, տներ, որոնց պատուհանները տարիներով մեխված են։
Հաճախ դրանց սեփականատերերը չեն էլ պատրաստվում դրանք օգտագործել։ Մեկը գնացել է Մոսկվա, մյուսը Գլենդել։ Ցավոք, մի մասն էլ այնտեղից դեռ մեզ սովորեցնում է, թե ինչպես ապրենք մենք այստեղ։ Մենք կտանք այդ հնարավորությունը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել այս հողի վրա, եւ կհասահմանենք օրինակ հարկային արդար համակարգ։ Շատ եկամուտը ունեցողը կվճարի շատ, քիչ եկամուտ ունեցողը քիչ։ Սա գործում է լիարժեք նաև աշխարհում։ Հայաստանը չափազանց փոքր երկիր է, որպեսզի չունենա լավ տրանսպորտային համակարգ։ Երկաթուղիների ավերակներ, որոնք կառուցվել են դեռ ոչ ԽՍՀՄ-ի, այլ հին կայսրության ժամանակ։ Թույլ ավտոբուսային հաղորդակցություն, սա մնալու է անցյալում։ Հայաստանը պետք է դառնա երկիր հայերի եւ զբոսաշրջիկների համար, այլ ոչ թե նրանց համար, ովքեր շրջում են թանկ ավտոմեքենաների ետևի նստատեղի նստած։ Հայաստանը չի ավարտվում Երևանի մուտքի մոտ։ Տավուշը, Սյունիքը, Լոռին, Գեղարքունիքը, Սոսկ մարզեր չեն։ Դրանք մեր երկիրն են։ Սիրելի հայրենակիցներ, 8 դար առաջ Մխիթար Գոշը գրում էր այն մասին, թե ինչպես կարող են հարևանները կողք կողքի ապրել։ Մենք դրան ավելացնելու ենք նաև ինչպես կարող են օգնել իրար եւ ինչպես դատարանով լուծել, իրական անկախ դատարանով լուծել վեճերը, որպեսզի Տավուշում կամ Սյունիքում ապրելը չնշանակի կտրված լինել երկրից, որպեսզի Հայաստանում մնալը լինի գիտակցված ընտրություն, այլ ոչ թե հարկադրված քայլ կամ դատավճիռ։ Մենք խոստանում ենք ոչ թե հրաշքներ, այլ ազնիվ աշխատանք։ Բավական է բարձր խոսել, պետք է ճշգրիտ աշխատել։ Եվ վերջում, շատ հետաքրքիր պատահականությամբ մեր քվեաթերթի համար 6-ը համընկել է նաև նրա հետ, որ 6-ն իրականում նաև Մխիթար Գոշի թիվն է, դատաստանագրքի թիվն է։ Դատաստանագրքի նախադրության 20-րդ գլխում Մխիթար Գոշն արձանագրում է, որ 6-ը առաջին կատարյալ թիվն է։ Եվ իհարկե 6 օրերի ընթացքում Աստված արարեց երկինքն ու երկիրը, լույսը, երկնային հաստատություն, ցամաքը, բուսականությունը, լուսատուները, ջրային եւ թռչող կենդանիները, իսկ 6-րդ օրը մարդուն։ Եվ սա իհարկե պատահականություն չէ։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները քվեարկեն մեր օգտին հունիսի 7-ին։ Քվեաթերթիկ համար 6 արդարությունը գալիս է։